Այսօր աշխարհը կիսվել է երկու մասի, կամ դու Կիմ Չին Ինի, Ալիևի, Նազարբաևու, ես իմ Լուկաշենկոյի, չգիտեմ ընդ հիմա Տոկաևն է, Նազարբաևը չի կապ նույնն են դրանք։ Պուտինի դրանց աղբերն ես, կամ դրանց հետ ես, կամ դրանց դեմ ես։ Այդ եթե այդքան բան չի, այդքան սրբազանը, բախին մարդկանց այդքան ղեկավարներին ստիպե, բան արե, սրան, նրան չէ պետք է գա։ Հələ Ալիևը, որ Ալիևը իր զորքը ուղարկեց, ասում թող Նիկոլետան նստի նայ։ Ինքը չգնաց վերջի պահին։ Որտեղ այնքան ուղեղ ունի, որ ասա ախպեջան աշխարհի դեմ եմ հելնում։ Ասում աշխարհի դեմ եմ հելնում։ Դու որ գնացիր ընդ նստար, դու մեր հայ ժողովրդին բոլորից գցեցիր աշխարհի դեմ, աշխարհի աչքից գցեցիր։ Հիմա դրա համար մեր կազմակերպությունը հենց գոյություն ունի, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդ ջան, մարդիկ, աշխարհ, Հայաստանը մենակ Նիկոլ Փաշինյանը չի։ Այո, մենք այսօր բռնազավթված ենք։ Այո, ռուսական կայսրության կողմից իր գործակալական ցանցի միջոցով մենք ծնկի բերած ենք, բայց սա հայ ազգի իրական պատկերը չի։ Իրական պատկերը մեր կազմակերպությունում հավաքված եւ մի քանի այլ կազմակերպություններ, որ կան մեր ծրագրերի ընտանություններ ունեն, այ դրանք են ապագան Հայաստանի դրանց է։ Ախր գիտեք ինչ կա, այս անկապությունները եւ ասենք արժե համակարգի մարդկանց ուղեղների մեջ դիկտատորիալ այս շիլաշփոթը ստեղծելը սա հատուկ է կատարվում։ Հատուկ կատարվում է։ Հիմա որ իսկապես էլի որ հարց է ստալ ինչ կապ ունի Ռուսաստանի դրոշը։ Ոչ մեկի սա մոտ կախում է։ Բայց դե դա գիտակցության մեջ Ռուսաստան։ Մի բան որ լինում ասում է, դա չէ, դա Ռուսաստանն է, չէ, դա սովետը չէ, դա Ռուսաստանն էր, դա Այս սիպտակ կապուտ կարմիր դրոշը է, ռուսականի մի կավոր կա, դա հայրենական, նույն հայրենական պատերազմի ժամանակ ես կարող եմ դա ասենք ինտերպրետացիան այլ կերպ տալ։ Այնուամենայնիվ, ասենք, կոմունիստական ռեժիմին, վլասովցիները հաղթեցին։ Որովհետև կոմունիստական ռեժիմի ժամանակ Վլասովի ենթակայության տակ, որը ապստամբ ձևով կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբում էր եւ Վլասովը այսօր Ռուսաստանի թիվ 1 թշնամիներից է համարվում, իրանք այս հենց այսօրվա Ռուսաստանի սպիտակ կապուտ կարմիր դրոշի ներքո էին հանդես գալի։ Միանում էին ազատագրական պայքարին։ Այսինքն այս Վլասովի դրոշն է, քանը ինչ է, սրանք լրիվ անկապ են։ Ռուսաստանը մտել է Հայաստան եւ Ռուսաստանը ուժեղանում է Հայաստանում։ Այո, թե ոչ։ Ոչ։ Ինչի համար ոչ ասեմ։ Որտեղ ոչ թե մտել է, Ռուսաստանը ստես դուրս էլ չի եկել։ Այսինքն էսի այնա, ինչ որ մենք գոչում ենք 30 տարի է, ուղղակի Ռուսաստանը եկել է վերջի մեխը խփելու եւ փաստացի ցույց է տալի, որ ես ստեղ էի։ Դուք Ռուսաստանի դրոշ Երևանի փողոցներում երբ եք վերջին անգամ տեսել։ Խնդիրը Ռուսաստանի դրոշը չի։ Իա, վերջի արդեն դանակը պետք է ցույց տաս, որ ոչխարը նոր հասկանա, որ մորթում են։ Արա տանում է։ Դա դրոշն է դանակն է։ Բայց որ ցանկացած որոշում էին ընդունում, երբ որ ասում էին համատեղ հայ-ռուսական հակաօդային պաշտպանություն գոչում էինք, այդ էր դրոշը։ Բավարար Ռուսաստանը հետում էր Սիրիա զորքեր տանում, Հայաստանն էլ ասում էր ազգային ժողովում 30 հոգանոց կոնտինգենտ էին հետները ուղարկում, ասում են պետք չի, արա դու ինչ գործ ունես Ռուսաստանի վարած քաղաքականությունից, ասում թե չէ, երկու հատ սակրավոր են, երկու հատ էլ բժիշկ են, հիմա թող ոչինչ։ Այդ էր ռուսական դրոշը։ Ռուսական դրոշը էր, որ ախպեջան, ստե հալան էին անում, ցանկացած երկրում, եթե մի նախագահ ընտրվում է եւ կեղծիկներով եւ իր դեմ Եվրոպա դատարան են հաղթում եւ իրան ապացուցում են որ ինքը կեղծել է իր ձեռը ոչ ոք բարև չի տալի եթե կարող է նամակով հարաբերվեն հետ ասեն իզգոյ պետությունը բայց Ռոբերտ Քոչարյանը սկսած են առաջին նախագահական ընտրություններից մինչև այս վերջը կեղծում էին էլ ящик կոտրել ջարդել լցոնումներ անել փող բաժանել բան բայց առոք փառոք էթում էին Մոսկվաները դա էր ռուսական դրոշը որտեղ ռուսական դրոշը ասում է ախպեջան ինչքան կարաս քո երկրում քաոս ստեղծի ինչքան կարաս քո երկրում անարդարության իրավիճակ ստեղծի ռուսական դրոշը գիտեք որն էր այլ որ Ռոբերտ Քոչարյանը որ այսօր ասում է պայծառ ապագա պետք է ունենանք ոնց որ Նիկոլն էր ասում Հայկական երկաթ գծի անունը դրեց Հարավ Կովկասյան երկաթ գիծ։
Մենք Հարավ Կովկասյան Հանրապետություն ենք, որ Հարավ Կովկասյան երկաթգիծ եք դնում անունը։ Սա է ռուսական դրոշը։ Երբ որ մենք այդ նշանները, այսինքն նշանները դա փաստ է։ Դա փաստ է, մարդը որ մի երկիր բռնազավթում է, ինքը անվանումներն է փոխում, ինքը ընդեի բարի հոգեբանական մթնոլորտ է ձևավորում, ձևափոխում։ Բայց դա ինքը ասում է, օտարը գործում է։ Սա ընկել են իրանց այդ օրվա հացին։ Արա ախպեր ասում են գիտես ինչ կա, ցավը տանեմ, ես ինչ թաղապետին որ ընտրենք, մեր աղբոր լավ ընկենա, լավ կլելի։ Այդ էր արժանամակարգը ամբողջ դա շուրջ էր պատտվում։ Հետո պարզվում էր, որ ոչ մեկի մայր լավ չէր ելնում։ Կոռուպցիան, որ մինչև հիմա եթում է։ Բայց Նիկոլիկն ով է, բայց Նիկոլիկն էլ իրանք շարունակությունն է, էլի, ինչ ուզում ես ասա, այդ րոպեին մարդիկ ինչ որ ուզում են լսեն, դու ասա։ Մեկ այդո կմոռանան։ Բաս մեր դատելու եմ արա, մեկ ինչը դատեցիր։ Բա վեյթինգ պետք է անեիր, բա խի չարիր։ Հիմա ես հիշացնեմ 2018 թվականի սեպտեմբերի ամսին առաջին կետ EM-ով իմ հարցազրույցը Նվեր Մնացականյանի մոտ կլոր սեղանը, որ ներկայացուցիչներն են Նիկոլին Դոշով պաշտպանողները, որ հեսա դեկտեմբերին ընտրությունն է լինելու ու վերջանալու է։ Ես ասում եմ, այդ ընտրությունը շփտի կայանա։ Ես ինչ եք ասում, այդ ընտրությունը մեր փրկատում չպետք կայանա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկայանա։ Հավատացեք, որովհետև Նիկոլ Փաշինյանն այս ալիքը որ բերել է, Սաղաթոյի ֆորիայի մեջ է հեսա փրկությունը գալու է։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում, ես պարզ ասել եմ։ Ուղղակի մի քանի 100,000 դիտում ստացած այդ եթերը այդպես էլ անհայտացրեցին համացանցից։ Լավ է կարե, բայց մարդիկ շատ են նայել 800,000-ը որ դիտել է այդ հաղորդումները, շատ լավ հիշում են, շատ մարդիկ հիմա կհիշեն, որ հիշացնեն։ Ուրեմն ասում եմ, այս ընտրությունը պետք է ավավեա, որովհետև մենք գնում ենք այս ընտրության Սերժ Սարգսյանի ընդունած սահմանադրությամբ եւ Սերժ Սարգսյանի օրոք ձևավորված ընտրական օրենսգրքով։ Այսինքն Սերժ Սարգսյանը կապ չունի, որ անունը այսօր դարել է Նիկոլ Փաշինյան։ Ինքը գոյություն ունի թղթերով, օրենքներով եւ իր շարժ ձևով։ Դուք չեք հասկանում։ Ծիծաղեցին, բան արեցին, իմ բառը հետեւյալն է եղել։ Լսեք ասեմ։ Ասե 2 տարի հետո, նայեք 2 տարի քիչ ժամկետի, չէ՞, չէ։ Ասե Ամերիկայում 100 օր են տալի նախագահին։ 2 տարի հետո եթե այսօրվա համակարգից որպես քաղաքական, ասենք, վատություն արած, ասենք, ազգիս, որևէ մեկին դատես Նիկոլը, ուրեմն տեսեք տղեկ, 3-ից հետ էլ ասի գրազ եմ գալի։ Ես 2 տարի հետո այսպես վայր եմ դնում իմ ամեն ինչը ու երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Անցավ 2 տարին, ընդամենը ինչ կատարվեց, այդ հարցազրույցը անհայտացավ համացանցից։